Հունիսի 15-ին Արագածոտնի մարզում ուժգին քամին դարձել էր ավերվածությունների պատճառ։ Մեծ վնասներ կրած ապարանում, որտեղ քամին քշել էր բազմաթիվ տների, շենքերի տանիքները, վնասել էր էլեկտրասյուները, պոկել էլեկտրահաղորդման լարերն ու գազի խողովակները, բնակչությանը զրկելով գազից եւ հոսանքից, այժմ շարունակվում է շինարարական աշխատանքները։ Տուժած քաղաքացիներից շատերը մտահոգված են, թե կառավարությունն ինչ-որ քայլեր կձեռնարկի խնդրի լուծման համար, թե ոչ։ Նրանք դեռ վստահ չեն, արդյոք իրենց փոխհատուցումը պատշաճ կերպով կիրականացվի։ Արագածոտնի մարզպետը դեռ հստակ ոչինչ չի նշում փոխհատուցման մասով։ Փոխարենը տեղի բնակիչներին առաջարկել են այլընտրանքային տարբերակ։ Իրենց ֆինանսով վերանորոգ են տանիքները, փոխհատուցման դեպքում նախորդ արված չափագրումների միջոցով փոխհատուցումը կիրականացվի։ Բնակիչները սա այնքան էլ արժանահավատ չեն համարում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամիսներ առաջ տեղի ունեցած աղետի հետևանքները դեռ լիարժեք լուծված չեն մինչ օրս, եւ շատերի դեպքում անգամ չի իրականացվել խոստացված փոխհատուցումը։ Թե ինչ կլինի այս անգամ, կտեսնենք որոշ ժամանակ անց։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին պտտահողմի հետևանքով վնասվել էր 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի տանիքներ, 10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում ապարանի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցները, արվեստի եւ մշակույթի կենտրոնների շենքերը, ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԳԲԱ բանկի շենքերը եւ այլ հաստատություններ, ինչպես նաեւ պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Ապարանի համայնքապետարանից տեղեկացնում են, աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով, նպատակ ունենալով հնարավորինս շուտ վերականգնել աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքները։ Արդեն խոսացել ենք, պայմանավորվել ենք, առավոտվանից սկսվելու աշխատանքները։